Տեղահանված ընտանիքները սկսել են վերադառնալ Սիրիայի հյուսիսային Համա նահանգի Ալ-Լատամինա քաղաք։ Ալ-Լատամինայի բնակիչները լքել են իրենց տները 2011-ին Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Իրավիճակը բոլոր շրջաններում շատ ավելի լավ է, քան Ալ-Լատամինայում։ Քաղաքի 95%-ը ավերված է, մարդիկ սկսել են վերադառնալ։ Փորձում ենք օգնել միմյանց, որքան կարողանում ենք։ Հալեպում ևս քրդերի բարիկադները ազատում են ճանապարհները, ըստ մարտի 10-ի համաձայնագրի, որը կնքվել է Դամասկոսում Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև։ Սիրիայի կառավարության և Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարության միջև համաձայնագիրը նախատեսում է սիրիական պետության վերահսկողության վերականգնումը բոլոր տարածքներում։ Այս փուլում Շեյխ Մաքսուդն ու Ալ-Աշրաֆիեն, Հալեպի մյուս թաղամասերի անցակետերն ու բարիկադները պիտի բացվեն։ Սրան արագ կհաջորդի երկու թաղամասերի շրջակայքում անվտանգության 7 կետերի ստեղծումը, դրանք կվերականգնեն բնականոն ու ազատ տեղաշարժը քաղաքների միջև։ Ալ-Շարան քրդերին խոստանում է սահմանադրական բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը։ Քրդերը խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներից ազատվելու և 2015 թվականին Դաիշից գրաված Հալեպի Թիշրին ամբարտակից նահանջելու հարցերում։ Թույլ չենք տա, որ Սիրիան ներքաշվի անկայունության նոր հորձանուտի մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Ֆորումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին իրենց հարևանին հարվածելու և կրոնական լարվածություն բորբոքելու համար։ Ինչպես հայտարարել ենք նախկինում, Սիրիայում մեր առաջնահերթությունը անվտանգությունն ու կայունությունն ապահովելն է։ Սիրիայում և դրա սահմաններից դուրս բոլոր կողմերը պետք է զերծ մնան հրահրումներից։ Թուրքիայի ջանքերն ու ներդրումը Սիրիայում կայունության համար են, իսկ Իսրայելի գործողությունները ստեղծում են անկայունություն։ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է որևէ կերպ առերեսվեն միմյանց, լինի տեխնիկական, ռազմական, թե օդային ձևերով։ Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է այս ամսվա սկզբին, երբ իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի 3 ռազմաբազաներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ավիահարվածներն անվանել է հստակ ուղերձ և նախազգուշացում ապագայի համար։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։